Ինչի տարակ 15 երեխու վառեցիք, բերեցիք տվեցիք իմ երեխուն, փոխվեք տարած, իմ երեխան մի հատ քչացած ատամջում դիաբերանի մեջ, իսկ դուք 12 հացկեց իմ երեխան Արթուր ա եղել, 20 պակաս դեպք եղել ա, ասում են մի կոֆեի բաժակով, որ ես քո վրա բենզին լցեմ, դու կվառվես, դուք ավարտեք, դուք ավարտեք, դուք ավարտեք, դոշ տված, դպրոցի մոտից գնացեք, դպրոցի մոտից իմ երեխան, ձեզ, ես էլ եմ ընտրել, երկու անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծում եմ այն օրը, որ ես ձեզ ընտրել, որտեղ դուք իմ երեխի մահվան պատճառը դարանք, դուք սպանիք եք 15 երեխուն ու այսօր եկել եք, ասում եք թոշակ բարձրացրի մանկապարտեզ զարկի, դպրոց զարկի։ Գործը հիմա դատարանում է եւ դրանից հետո դե լավ տիկին հասկացանք, հա։ Ես դրանից հետո կորպուսի հրամանատար ազատվել է, բազմա տասնյակ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից եւ հիմա դատավարություն է գնում եւ դրանք դատվում են։ Ես իհարկե հասկանում եմ ծնողների հուզմունքը, իմիջիայլոց այդ ազատված սպաներից մի մասն է կորպուսի հրամանատարի տեղակալը, հիմի ընդդիմադիր ակտիվիստ է, ինչի չեք գնում ընդդիմության հանրահավաքներին անում, Մաղսուդյան կոչվածը ընդդիմադիր ակտիվիստ է, դրանց եմ ազատել աշխատանքից, որ իրանց աշխատանքային պարտականությունները չեն կատարել եւ հանել բռնդել են բանակից դրանք։ Ում եմ ընդունել աշխատանքի, բան չեք գնում ընդդիմության հանրահավաքներին, չգիտեք որ Մաղսուդյան ընդդիմության առաջնորդներից մեկն է։ Ոչ, ձեզ դուք չեք գնում, դուք գիտեք ովքեր են մեղավորները եւ դատավարություն է գնում, Ես խոնարհվում եմ ձեր առաջ, ես ձեր սուքը հարգում եմ, ձեր սուքը մեր սուքն է, ես խոնարհվում եմ ձեր զավակի հիշատակի առաջ, զինվորների տասնյակ հարազատներ մեզ մոտենում են, պաշտպանության նախարարին են մոտենում, ինձ են մոտենում, ու եթերում ասել, եւ ասում են շնորհակալություն, որ բանակում ծառայության պայմանները փոխել եւ դարձրել եք այդպիսի, տասնյակներով շնորհակալություն են հայտնում։